Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, այսօր ուզում եմ արձագանքեմ Հայկ Մարությանին, որը որ ասել է հետևյալը, խնդրեմ տեսնենք։ 18 թվականին երբեք չէինք կարող մտածել, որ այսպիսի արհավիրքներ ենք տեսնելու, նվաստացում ենք տեսնելու, օրենքների խախտումներ ենք տեսնելու։ Իսկապես մեր մտքով դա չէր անցնում, բայց արի ուտես, այդ ամենը եղավ պատճառների մասին կարող ենք երկար խոսել եւ դեռ կխոսենք, բայց այս պահին ես ուզում եմ մի փոքր նայենք դեպի ապագա։ Իսկ ապագայում մեզ սպասում են ընտրություններ։ Հունիսի 7-ին հեռու չեն։ Շատ դժվար ընտրության առաջ է կանգնած մեր ժողովուրդը, որ նայում ես քաղաքական դաշտին, տեսնում ես բազմազանություն, բազմաթիվ կուսակցություններ, որոնք հայտ են ներկայացրել։ Մեկը ասում է, ես խաղաղություն եմ բերել։ Ինձ որ ընտրեք կլինի խաղաղություն։ Բայց որ մի քիչ ուշադիր ես նայում, մի փոքր ուսումնասիրում ես, տեսնում ես, որ իրենց քայլերով ուղղակի Հայաստանում սպասարկում են Ադրբեջանի շահերը։ Եվ ամենահետաքրքիրը, ասում են խաղաղություն ենք բերել, բայց որ մի փոքր ուշադիր ես նայում, շատ քիչ, շատ պետք չի շատ խորանալ։ Հասկանում ես, որ ընդամենը իրենց կառավարման ընթացքում բերել են պատերազմ, այնուհետև պարտություն, այնուհետև նվաստացում եւ անդադար զիջումներ։ Եվ ուստի այս խաղաղությունը խաղաղություն չէ, սա պատերազմի բացակայություն է, միջև այն կետը, որ այս պետությունը այլևս էլ պահանջելիք չի ունենա։ Մի քաղաքական ուժ էլ ասում է, ես ամեն ինչ կարող եմ լուծել։ Նրանց ղեկավարը ասում է, ես այն միակ տղամարդն է, որը կարող է Հայաստանը այս վիճակից հանել։ Բայց որ մի փոքր ուշադիր նայում ես, մի քիչ հետ ես նայում, տեսնում ես, որ հենց ինքը այն մարդկանցից մեկն է, որ Հայաստանը հենց այս վիճակի մեջ գցել է։ Մեկն էլ ասում է, ես աշխատատեղեր կստեղծեմ, տեղերը էժան կլինեն, ժողովուրդը լավ կապրի, բարեկեցիկ կյանք կլինի։ Լավ բաներ է ասում, իսկապես, ինչ վատ բան է ասում։ Ու սա անում եմ իսեր Հայաստանի։ Բայց որ մի փոքր ուշադիր ես նայում, տեսնում ես, որ խոսքը Հայաստանի մասին չէ, ցավոք սրտի, այնտեղ կա մի ուրիշ մեծ սեր, ընդլայնված սեր, եւ ցավոք սրտի նաեւ մեծ կախվածություն։ Մեկն էլ ասում է, նոյան տապան եմ ձեր համար կառուցել, ժողովուրդ, քաղաքական նոյան տապան, եկեք բոլորը զույգերով, համեցեք։ Բայց որ մի փոքր հետ ես նայում, տեսնում ես, որ ինչ ժողովուրդ, ինչ միասնություն, միայն սեփական շահերի սպասարկում հենց ժողովրդի հաշվին։ Իհարկե, այս ամենը բելարուսական սոուսով։ Մեկն էլ ասում է, ես Եվրոպա մետ եմ։ Եվրոպան իմ կյանքն է, իմ աշխարհն է։ Բայց մի փոքր հետ ես նայում, տեսնում ես, որ այդ մարդը ընդամենը տարիներ առաջ երդվում էր այլ պետության անունով եւ ինքն է ստեղծողը գույքը պարկի դիմաց հասկացողության։ Բայց այսօր ինչն է հետարքիր, որ այս Եվրոպամետ մեր ընկերը այսօր ուղակի ԿՊ-ի շատ էժանագին պարտձելկանա։ Կան քաղաքական ուժեր որոշ, որոնք ասում են, դե մենք ոչ մի վատ բան չենք արել, ընտրեք մեզ, որովհետև լավ է լինելու։ Բայց որ մի փոքր ուշադիր ես նայում, տեսնում ես, հա իրոք, որ ոչ մի վատ բան չեն արել։ Բայց մի քիչ էլ ուշադիր նայում, տեսնում ես, որ ընդհանրապես ոչ մի բան չեն արել։ Ես ամենևին էլ նպատակ չունեի այլ քաղաքական ուժերին վատաբանելու։ Ես ընդամենը արձանագրեցի փաստերը, ճշմարտությունը, որը գիտեն բոլորը, եկել է ճշմարտությունը ասելու պահը, որովհետև դիմաց ընտրություններ են։ Եվ մեր ժողովուրդը պետք է իմանա այդ ճշմարտությունը, որպեսզի կարողանա ճիշտ ընտրություն կատարել։ Իսկ ճշմարտությունը հետևյալն է, հարգելիներս, մեր պետությանը, մեր ժողովրդին պետք է նոր ուժ, որը կփոխի այս ամենը, որը ի վերջո ոտքի կկանգնեցնի Հայաստանը։ Նոր ուժ, որը սկզբունքներից չի հեռանալու։ Եվ այդ նոր ուժը, հարգելիներս, մենք ենք։ Սիրելի բարեկամներ, տեսնում եք ինչ գեղեցիկ է խոսում Հայկ Մարությանը։ Հայկ Մարությանը դա նախկին քաղաքապետն է, բայց մինչև քաղաքապետը կոմիկ դերասան։
Այսինքն, սիրելի հայրենակիցներ, այս մարդիկ երեք ես որ իմ տեսա ելույթում ասեցի, որ պետությունը վերածել են կրկեսի, սրանք իրոք մտածում են, որ պետությունը դա կրկես է եւ ծաղրածուները կարող են գան իշխանության եւ անեն այն ինչը որ անում են։ Դե բնական է, բյուջեն սարքեն լափաման եւ լափեն։ Եվ գիտեք ամենահետաքրքիրը որն է, որ այսօր ընդդիմություն խաղում են գրեթե մեծամասնությունը, ովքեր եղել են իշխանություն։ Հենց լափամանից կտրվում են, դառնում են ընդդիմադիր։ Հիմա հերթով պատասխանեմ Հայկ Մարությանին։ Հայկ Մարության, խոսում եք փաստերից, խոսում եք ճշմարտությունից, բայց դուք անգամ ձեր այն դասատուն որ կար, ում որ մեծ աջակցություն արեցիք եւ շատ ձայներ բերեցիք 2018 թվականին քանդելով մեր երկիրը, իմիջիայլոց ասեմ, այդ քանդման process-ի մեջ ձեր մեծ լուման կա։ Դուք նաեւ դավաճան եք, դուք դավաճանել եք ազգին, Հայկ Մարության, ընտրելով, քարոզելով իօքուտ Նիկոլ Փաշինյանին։ Բայց ինչու դուխերդ ձեր ասած դուխդ հերիք չի անուններ տաս։ Ես քո տեղը տամ Հայկ Մարության։ Դե ռուսական դրոշը որ հանում ցույց ես տալի, դու ուզում ես ասես Սամվել Կարապետյան, բելարուսական սոուսը որ անվանում ես, դու ուզում ես ասես Գագիկ Ծառուկյան։ Դուխդ հերիք չանում ասես։ Կամ ասենք, որ դու խոսում ես ճշմարտությունից, որ ճշմարտությունից ես խոսում, բայց կան ճշմարիտ տղա էիր, հենց առաջի օրերը, որ դու տեսա, որ Նիկոլ Փաշինյանը տանում է երկիրը քանդման, փալուսման ինքդ վեկալ էիր հրաժարական տայիր եւ դիմեի ժողովրդին, չէ որ դու ժողովրդական դերասան ես։ Կամ ասենք քեզանից ինչ ուժ, ինչ նոր ուժ։ Դու ճիշտ ես ասում, նոր ուժ պետք է։ Իսկ նոր ուժը կա եւ քիչ հետո կասեմ։ Ինչ ուժի մասին ես խոսում, դու ես նոր ուժը։ Քո նման մի հատ կոմիկ Ուկրաինան վարի է տալի, վարքյան առ վարքյան։ Ուկրաինայի ազգը գոյություն չունի։ Հերիք չի դուք ձեր այդ դերասաներով, ձեր կապիկներով, ձեր մոտ կապիկությունը լավ ստացվում է, գնացեք կապիկություն արեք։ Ինչ եք ընկե քաղաքական դաշտ, դրել եք այնի Ուկրաինան անդե վարի տալի, Ստեղ ձեր կոլեգան չկայացած դերասան Ալեն Սիմոնյանը Նիկոլի հետ է վարի տալի, հիմա մենակ դու ես պակաս, այ իսկական սոուսը դու ես, թե ձեթով, թե կարակով, թե ընկյուզով։ Դուք բոլորը տզրուկներ եք այս ժողովրդի մարմինի վրա, եթե չգիտես տզրուկն ինչ, ապա բացատրեմ, պիավ կա, կպել եք պոկ չեք գալի։ Իսկ նոր ուժի մասին որ ասում ես, այո, նոր ուժը կա, որ ցույց ես տալի այդ տաբլիչկաները, ասում ես բան չեն կարել, բայց արի ու մի տես իսկականից բան չեն արել։ Գոնե դու մի խոսա, խորհրդային միություն տեսած ես։ Խորհրդային միություն տեսած մարդ ես։ Իսկ գիտես ինձ ձեր մշակույթի մարդիկ երբ են հասկանում, թե ինչ է սոցիալիզմը եւ կոմունիզմը։ Սոցիալիզմը կոմունիզմը հասկանում են խոր տարիքում, խոր ծերությունում, դու եք հասկանաս դա, չես հավատում։ Արմեն Բարիսիչ Ջիգարխանյան դերասան ունեինք հայտնի, խորհրդային միության եւ հայկական դերասան իհարկե, մեծ վարպետ, հողը թեթև լինի, 1000 ողորմի, տես ինչ ասում։ Решение. Поэтому я говорю, что коммунисты были умные, правда говорю. Я не был коммунистом и не собирался. Но сейчас я это понимаю, что это достаточно умно было придумано. Տեսար Հայկ Մարության, դες սովորի, որ վախտին էլի մեր ախը չքաշես։ Հիմա է դրել է, անդե մի հատ, էսի քո համար դալիք չի, էսի քո համար ցիրկ չի, դրել է սա լուրջ հարց է, երկիրը լել չլելու հարց է։ Թե եկել եք ձեր դասատուի ձայներ հավաքեք, ձայները փոշիացնեք։ Իմիջիայլոց դասատուիցդ խոսքն եղավ, հələ տես նայի դասատուտ ինչ ասում, խնդրեմ։
Լսեք, դուք կարող եք կենսաբանությունից եք ուժեղ, եթե տենցա մտեք ուղիղ եթեր ու ասեք, քարակոսը միրգա թե կենթանի։ Տեսա դասատուտ ինչ ասում։ Խասյատը չի թարգե էկ, որց, ջոգելու հետևանք է։ Կենթանաբանության հետև արցաններից պրծանք, հիմա անգելա կենթանիների հետևը։ Դենց է հավաքելա հրճված իրա բանով դեմքով։ Տեսավ ժողովուրդը տեսավ քո իրական դեմքը Հայկ Մարության, թե ով ես դու, բայց որ խոսում ես ճշմարտությունից, մի քիչ հետ գնա, այդ որ մեշոկով ձաձան փողերը տանում է, խիչ ես ասում, Ռոբերտ Քոչարյանին նկատի ունես, ինչի չես ասում, անունները վախում ես տաս, բա ուր մնա ձեր դուխը, դուխով էիր, հելել էիր կապիկություն էիր անում Նիկոլի կողքը, դուխով, ոնց եմ ձեզանից զզվում, այդ է ճիշտ էիր ասել, դու զզվում ես ժողովրդից, նենց որ հանգիստ վերընգի տեղդ ու չթպրտաս, սա կուլտուրական զգուշացրեցի, ընենց մի արա ընգնեմ քո հետևից, ընենց փաստեր քրապարակեմ, որ սկի դերասանը չես մնա, խելոք վերընգեք տեղերդ, թողեք մենք անենք մեր գործը, իսկ եթե ուզում ես իմանաս թե ինչ են արել կոմունիստներն ու սոցիալիստները խորհրդային միության տարիների ընթացքում, բոլոր տեսանյութերը կան համացանցերում, մի հատ խփում ես Արմյանսկ ՍՍՍՐ կամ խորհրդային Հայաստան ու քեզ ընդ հերթով կթվարկեն, ուղղակի օրեր, ամիսներ հերիք չի անի, որ այդ մատերիալները հրապարակեմ, ժողովուրդը վերհիշի, թե ինչ են արել կոմունիստները, այդ թվում նաև գիտեք ինձ է, տեսեք, որ Ծիծեռնակաբերդում Կարեն Սերոպիչ Դեմիրճյանի օրոք, Անտոն Քոչինյանի, Զարուբյանի օրոք եկեղեցին եղել է իրանց կողքը, այդ որ շատերը խոսում, եկեղեցին էին քանդում կոմունիստները, նայեք, դոկումենտալ կադրեր կան, փառք Աստծո պահպանվել են, հիմա է դրել է ճշմարտությունից է խոսում, ճշմարտությունը ուր, դուք է նոր ուժն եք, իսկ ինչ վերաբերվում է նոր ուժին, Հայկ Մարության, Հայաստանում կա նոր ուժ, և այս դրոշը կանգնելու է այդ նոր ուժի կողքին, նենց որ անկաջիտ օղարա։ Սև մութ հողմեր են մեզ վրա շարաչում ու դժնի ուժերն են մեզ անքնատանջում մենք ելանք վեր կռվի սուրբ մի երթումով ու շատ փորձություններ են դեռ մեզ սպասում բայց վեր կպարզենք բարդ քաջարի մեր հաղթական դերերը պայքարի Սիրելի բարեկամներ, այսքանով ուզեցա արձագանքեի Հայկ Մարությանին և խորհուրդ տամ իրան, որ եթա շարունակի իրա կապիկությունները, իրա մոտ դա լավ է ստացվում։ Այսքանը, սիրելի բարեկամներ, կեցցե Հայաստանից Հանրապետությունը, կեցցե հայ ազգս, կեցցե սփյուռքա հայությունս, կեցցե ջավախկա հայությունս, կեցցե Արցախա հայությունս, կեցցե հայկական Արցախը Նիկոլ Փաշինյան, հայկական Արցախը, կեցցե Սուրբ Մասիս լեռը հայկական Նիկոլ Փաշինյան, կեցցե առաքելական Սուրբ հայկական եկեղեցին Նիկոլ Փաշինյան, կեցցեք դուք մեր ավելի ճիշտ ավագ քույրեր և եղբայրներ, տատիկ և պապիկներ, պինդ եղեք, ամուր եղեք, առողջ եղեք, մենք ձեր կարիքը դեռ ունենք, ձեր ձայնը վճռական է, հիշեք, դուք մեծերով պետք է փրկեք այս հայրենիքը, մեր Հայաստանը։ Սիրելի բարեկամներ, նույնը ցանկանում եմ ձեզ, խաղաղ երկինք, առողջ եղեք, ամուր եղեք, պինդ եղեք, ամեն ինչ լինելու է գերազանց, միասին ենք մենք կերտելու նոր Հայաստանը, փայլուն Հայաստանը,
սոցիալիստական գաղափար կրող Հայաստանը։ Մենք կանգնելու ենք, դուք էլ մեզ հետ կանգնելու ենք, մենք պարտավոր ենք կանգնել հայկական ուժերի կողքին, որպեսզի հայկական ուժերը կառուցեն մեր հզոր հայրենիքը։ Ստեսություն, Աստված բոլորիս պահապան, հույսով եմ կհանդիպենք։